Միանգամից ուզում եմ անցնել այսօրվա պատգամի վերնագրին, եկեք բոլորս նայենք էկրանին, արդյոք ամեն ինչ տեղի ունենում Աստծո կամքի համաձայն, ասեք, որ մենք բոլորս երկար հավատացյալ անհավատ, երկար տարիներ ապրել ենք այս կամքը և մի բան, որը հաճախակի կրկնել ենք, հաճախակի ասել ենք, եղել է հետևյալը, ամեն բան ինչ որ լինում է Աստծո կամքով, լսել եք այս արտահայտությունը, ամեն բան ինչ որ լինում է Աստծո կամքով, ես կխնդրեմ, որ բոլոր ազնիվ մարդիկ, ովքեր այսպես հավատում են, ձեռք բարձրացնեն, ովքեր հավատում են, որ կյանքում ամեն ինչ, իմ և քո կյանքում ամեն ինչ որ լինում է Աստծո կամքով, դու չես մոռանա, որ քո ձեռքդ բարձրացրել ես, ապրես, դա լավ է։ Երկու ծառայություն առաջ, երբ որ ես խոսում էի, ամեն անկում ունի իր նոր վերելքը, քանի մարդ էր ներկա, եւ խոսեցի կապուտ կետի անկման մասին, շատ լավ, մեծամասնությունը ներկա է եղել։ Ես այնտեղ օգտագործեցի հռոմեացիներից թղթից մի համար, կարող է ինչ-որ մեկը հիշել ինձ հետ միասին, հռոմեացիներից 8:28, ապրեք, ինչ է նշանակում հաճախել տնային խմբակ, որտեղ կիրակնորյա խոսքը մշակվում է, փառք Տիրոջը, շատ լավ, բայց ես այնտեղ մի բան ասեցի, ամեն բան բարի գործակից է Աստծուն սիրողների համար, այդպես է գրված թե ոչ, ես չեմ գրել, Պողոսն է ասել, բայց գրելուց առաջ Պողոսը մի բառ է օգտագործել, բայց գիտենք, որ ամեն բան բարի գործակից է լինում նրանց համար, նայեք կոնկրետ մարդկանց է դուրս անում, ուշադրություն դարձրեք, չի ասում, բայց գիտենք, որ ամեն բան ինչ որ կատարվում այս աշխարհում բարի գործակից է բոլորի համար, ովքեր ստեղծված են Աստծո պատկերով, կարող էր Պողոսը այսպես գրել, բայց նա չի գրել այսպես, գրել է, բայց գիտենք, որ ամեն բան բարի գործակից է նրանց համար ու միայն նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն, որովհետև այդ հավատացյալ ժողովուրդը մի բան է հասկացել, որ Աստծո կամքը ինչպիսին է, այս եկեղեցին ուսուցված են, փառք Տիրոջը, որոշեցին իրենց ծափահարեն, հալելույա, շատ լավ, եթե գիտեմ, որ Աստծո կամքը բարի է, հաճելի է, կատարյալ է, ուրեմն նշանակում է, այն որ Պողոսն ասում էր, բայց գիտենք, որ ամեն բան, ինչ որ կատարվում է, բարի գործակից է Աստծո սիրողների համար, որովհետև եթե անգամ վատ բան է տեղի ունեցել, հավատացյալ մարդու հետ միևնույն է, Աստված դա շուռ է տալու դեպի բարի, ինչու, որովհետև Աստծո կամեցողությունը, կամքը իր որդիների համար բարի է, ամեն, քանի մարդ է հավատում, որ գոյություն ունի Աստծո նախասահմանություն, հավատում ենք սրան, շատ լավ, գոյություն ունի Աստծո պլան, Աստծո ծրագիր, որը կարող է տարածվել ամբողջ աշխարհի վրա։ Երեկ մենք երբ որ նայում ենք Թայլանդի այդ խայտարակ երկրաշարժը, որ տեղի ունեցավ, հանկարծ իմ քրոջ հետ միասին նայելուց, Մագայի հետ միասին նայելուց, նկատեցինք, երբ որ շենքերը փլվում էին, այդ հողմակոլոլ բաներ, փողոցներով այտենց գնում էին, այնպիսի տպավորություններ, ոնց որ ինչ որ մեկի ռնգներից դուրս էր գալի բարկությունը ու փողոցները, մայթերը սրբելով տանում էր, ինչու եմ սա ասում, որովհետև Աստված ստեղծել է երկիրը, Աստված ստեղծել է ամեն բան և Աստծո նախասահմանություն գոյություն ունի, Աստծո ծրագիր, որը տարածվում է ամբողջ աշխարհի վրա, որովհետև ժամանակներ են գալու, որ այդ նույն արարիչը ավարտին է հասցնելու այս աշխարհը և այն շատ վատ է ավարտվելու, բոլորս եթե գիտենք, շատ վատ է ավարտվելու, ուրեմն ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է, սակայն, եթե ես գիտեմ և եթե դու գիտես, որ ամեն բան Աստծո կամքի մեջ է, ապա ինչու եմ ես այս պատգամը պատրաստել և ինչու եմ ես զգում, որ այս պատգամի համար դու կարիք ունես արթուն մնալու, որովհետև ուզում եմ այստեղ մի կամք էլ մեջտեղ բերել, քո, որը շատ հաճախակի ես և դու խառնում ենք Աստծո կամքի հետ։ Չկա բաներ, որ տեղի են ունենում մեր կամքով, կարող է մեկ ազնիվը, մի ազնիվ մեկը, ազնիվ քուրը ձեր բարձրացրեց, այնքան ասեցինք ունենք մեր մեջ ազնիվ, մինչև ազնիվ քուր եկավ, ահա թե ինչ է անում դավանությունը, ուրեմն, շատ լավ,
բոլորս մենք գիտենք, որ Աստված սուվերեն մեկն է, նրան ոչ մեկ չի թելադրում, նրան ոչ մեկ չի կառավարում, այլ նա է կառավարում։ Ամեն, այլ նա է ղեկավարում, այո։ Գիտեք այդ մասին մեզ ով է հավաստիացրել, որ Աստված սուվերեն մեկն է, որ Աստծուց պետք է վախենալ, եւ Աստված է ամեն բանի գլուխ, եւ Աստված է, որ Աստված է։ Այդով կարող է լինել, որ այտենց մի հատ դառը դասից հետո Աստծուն կոչեց իր անունով։ Իհարկե Նաբուգոդոնոսորը, եք միասին նայենք Դանիելի մարգարեության մեջ Նաբուգոդոնոսորի հայտնությունը Աստծո մասին։ Հիշում եք, որ մի անգամ Նաբուգոդոնոսորը մաներ գալի իր պալատներում եւ ասեց. Ես եմ Աստվածը։ Աստված էլ երևի այդ պահին լանջ բան էր անում երկնքում, ասաց, «Օ, ինչ որ մեկ ինձ եք անչում, որտեվ Աստված մենակ ես եմ», վերևից նայեց ներքև եւ նկատեց, չէ, ինչ-որ մի հատ խառը դեմք, իրեն Աստված է անվանում եւ ասաց, «Այս երիտասարդի հարցերը լուծելը պետք։ Պետք է իրան օգնել ուղղակի հասկանա ով է այստեղ Աստված»։ Եվ ինչ արեց, եթե դու կարդացել ես Դանիելի մարգարեության այն մասը, որտեղ Նաբուգոդոնոսոր թագավորին ինչ օրը գծեց Աստված, ես կարճ ասեմ, Նաբուգոդոնոսորը, գիտեք, մարդը որ ուտում է տապակած կանաչի, դա նորմալ է, բայց որ մարդը ուտում է դաշտի խոտ ոչխարի հետ, դա նորմալ չէ։ Կարող ես ուտել սիբեղ, գիտեք ինչ թանկ է, դուս եք Հայաստանում, ձեր սիբեղը չէ, էլի Հայաստանի սիբեղը, մանդակը է, սիբեղը ձեր մոտ տունը մաքրելու ավելի նման է, ինքան մեծ է երկար։ Այս դաշտի խոտ է, ոչինչ նորմալ է, դա ուտելու խոտ է, բայց Նաբուգոդոնոսորը սիբեղ չէր ուտում։ Նաբուգոդոնոսորը գրված է, իրեն Աստված կոչելու համար Աստված է նորը գցեց, որ կենդանիների այծերի, ոչխարների, կովերի հետ միասին արածում էր։ Պատկերացնում եք, արածում էր։ Գրված է եղունգներն այնքան երկարեցին, մազերը հիպիի պես այնքան երկարեցին, որ նմանվեց ձիբիլնի ռոք մուզիկանտի։ Ընդամենն ասելու ես եմ այստեղ Աստված։ Բայց հետո ապաշխարեց այդ մուզիկանտը, Բաբելոնի թագավորն էր իմիջայլոց։ Ապաշխարեց եւ տեսեք ինչ ասեց։ Եվ այն օրերից հետո, այդ խոտ ուտելուց հետո, Հալելույա։ Եվ այդ օրերից հետո ես Նաբուգոդոնոսորս աչքերս բարձրացեցի դեպի երկինքը խելքս վրես եկով։ Պասկել մարդով որ իրան ասում է Աստված, ուրեմն խելքը վրից էլ է դա։ Նաբուգոդոնոսորս որ խելքս գլուխս եկավ, խելքս տեղս եկավ ասում է, բարձյալի նորտնեցի, էլի շորտնեցի։ Բարձալին օրտնեց եւ գովեցի եւ փառավորեցի Հավիտյանս կենթանի Եղողին, որի իշխանությունը, հավիտենական իշխանությունը եւ նրա թագավորությունը դարեդար Բաբելոնի երբևից է ամենահզոր ճառը, որ ասվել է, այս ճառն է եղել։ Ամեն։ Գիտես ինչ եմ ուզում ուրախանաս։ Մենք ծառայում ենք այն Աստծուն, որին հենց հիմա Նաբուգոդոնոսորը գովեց։ Ամեն։ Դու հասկանում ես ինչ եմ ասում։ Հալելույա։ Շատ լավ, մի բան եմ ուզում տեսնենք, լավ Աստծո կամքը մենք հասկանում ենք, որ բարի է, կատարյալ է, հաճելի է, սա նրա կամքի որակն է, որ Աստված ինքնիշխան է, որ Աստված ամենուր է, որ Աստված սուվերեն է, որ նրա կամքը ամենտեղ կարող է տարածվել եւ այլն, որ նա ունի նախասահմանություն, ունի ծրագրեր, ունի պլաններ եւ ասեց եւ արեց եւ ավարտեց, այդ իմանում ենք։ Բայց հիմա ուզում եմ մի բան նայենք։ Սա շարունակվում էր։ Եվ երկրից բոլոր բնակիչները ոչինչի պես են համարվում, շարունակում է Նաբուգոդոնոսորը Դանիելի մարգարեությունում։ Եվ նա իր ուզածի պես է անում օրենքի ուրեմն զորքովը եւ երկրի բնակիչներով եւ մեկը չկա որ զարկե նրա ձեռքին եւ նրան ասե, «Էս ինչ ես անում»։ Ասում մեկը չկա որ Աստծո ձեռին խփի, ասես «Խես անում»։ Ոնց ուզեցավ նենց անելու է։ Քանիսն են սրան համաձայն։ Ես կխնդրեմ քեզ գլխանց Նաբուգոդոնոսորից ես դասը սովորես։ Ոչ մեկ չի կարող Աստծո հախից գալ։ Չի ստեղծվել այդպիսի արարած, որ ստեղծողին ասի որտե նստի, որտե վեր կենա։ Համաձայն ենք սրային։ Բայց եկեք մի հատ բան ենք լավ, ես ուզում եմ որ այս մասը վերցնենք, որտեղ մենք ինչ որ պետք էր մենք արդեն Նաբուգոդոնոսոր այսա եմ ուզում տեսնենք։ Արդյոք մարդու կյանքի ուզում եմ ուշադիր լսես։ Արդյոք մարդու կյանքի ուղին կանխավ նախապես որոշված է, ամեն ինչ Աստծո կամքով որոշված է,
թե գոյություն ունի ընտրության ազատություն մարդու համար։ Ես մեկ նախադասությունով սա վերափոխեմ, ասեմ մի բառ, որը բոլորիս ծանոթ է, ճակատագիր։ Մարդու ճակատին ինչ գրած է, այդ ումից է սովորել։ Էլի տատիները։ Կերկին գյուննալ տատը իր ավետարանով։ Մարդու ճակատին ինչ գրված է, չկա տենց բան, որ դու ես ընտրում, չկա թե, Աստված ընտրում, քո փոխարեն, քո ամուսնուն Աստված է ընտրել, դու ես ընտրել, քեզ գցում Աստծո վրա։ Դու ես ընտրել իրան։ Այնտենց մի հատ մոմենտ եք ասում, գնացիր նախրի մեջից, ալելույա, մնացածը Դες մատ երկ կա է, գնացիր, երկ չի, ուղղակի երկ է դառնում մեր կյանքում։ Էսում գնացիր, ընտրեցիր, նախրի մեջից, ալելույա, մի խոսքով։ Հա, փաստորեն բոլորս գիտենք էսի։ Բայց ոչ մեկ չի ասում, Աստված էս ինչ անիրավ էր, նախրի մեջից ընտրեց, էս սրան բերեց տվեց մեզի փեսա կամ մեզի հարս։ Չկա տենց բան։ Գոյություն ունի նաև քո ընտրությունը։ Գիտեք, միտեղ կարդացի վերջերս որտեղ քրիստոնյաներին ծաղրում էին, դատում էին քրիստոնյաներին նրա համար, որ նրանք մարիոնետկաներ են։ Դուք մեր պատգամի վերնագրի նկարի վրա ուշադրություն դարձրեցիք, կխնդրեմ մեկ անգամ եւս նայենք նկարին։ Ամբողջ աշխարհը եւ հատկապես մուսուլմանական աշխարհը քրիստոնյաներին համարում են մարիոնետկաներ Աստծո ձեռքին, ոնց Աստված ուզենա կպտտացնի, որտեղ դուք ձեր կամքը չունեք, ոնց Աստված ուզենա կանի ձեզ հետ, մեկին կուզի Կիրակոսի հետ կամուսնանաս, այն մեկին կուզի Մարտիրոսի հետ կամուսնանաս, Մարտիրոսը քորու թոփալակապ չունի, Աստվածը տենց էր նախասահմանել, այն նախրի մեջի ալելույա Մարտիրոսը քոններ։ Բայց այն մեկն ասում է, բա խի ինձի Մարտիրոսը տեր, բա սրա Կիրակոսը, չէ, այդպես բան չկա, ինչ ճակատիդ Աստված գրել էր, որ ծնվել էր, նա հենց որ ծնվեց գրեց, դու պիտի առնես Մարտիրոսին, that's it։ Եվ դու մեծացար հանդիպեցիր Մարտիրոսին եւ ասացիր, սա Աստված նախասահմանել էր։ Գիտեք ինչ եմ ուզում ասեմ։ Կարանք մեկ պահ, մեկ ակնթարթ բոլորս մտովի վերադառնանք ծննդոց գիրք Եդեմի պարտեզ։ Աստված որ ստեղծեց մարդուն ինչ ասեց, ասեց եկեք մեր կերպարանքի պես մարդուն ստեղծենք, հա, դու կարծում ես դու Աստծո պես քիթուն ես, ասում մեր կերպարանքի պես, քո ականջները, ասում այո, քո ականջները նման է Աստծո ականջներին, կերպարանք, այսինքն Աստծո էության պես, սուրբ, ուժեղ, արդար, բարոյական եւ մնացած բոլոր նորմատիվներին հետևող։ Թե չեմա 8 միլիարդ մարդը ոնց սաղ նման կլնեին ասում։ Բայց դա չեմ որ ուզում էի ասեի։ Ուզում էի ասեի, որ Ադամին երբ որ դրեց Եդեմի պարտեզ, ինչ ասեց այդ երիտասարդին, ասեց երիտասարդ, որ ես քեզ դնում եմ այս Եդեմի պարտեզում, աշկդ չկպնի հանգարց։ Այս Եդեմի պարտեզում մի հատ ծառ կա։ Բոլոր ծառի պտուղներից կարող ես ուտել, կնոջդ հետ միասին։ Կարակ անգամ իրար ուտեք։ Բայց այդ ծառի պտուղից շուտ ես, ուզում եք իրար կերեք, ինչ ուզում եք արեք, բայց այդ ծառի պտուղից շուտ ես, ասում եմ շուտ ես, որովհետև որորը որ ուտես այդ օրը մեռնելու ես, լսար Ադամ, այո տեր, լսեցի, դա ես գնացի, օր եկավ, որ օձը ներս մտավ Եդեմի պարտեզ եւ ինչ ասեց արի ստեղը ջահել, Ադամին կանչեց, կամ եւ կնոջը փորձեց խաբել եւ այլն, կերանքինն էլ հետո ամուսնուն այդ պտղից տվեց եւ այլն։ Հարց եմ ուզում բոլորիդ տալ, որտեղ էր Աստված, երբ Ադամը ուտում էր այդ արգելված պտուղը եւ Աստված ինչու չասեց. Ադամ, մոռացար ես քեզ ասեցի, եթե ուտես անշուշտ կմեռնես, չգցես այդտեղը, տկի, որ գցել ես ոչինչ, տկի, կարևոր այդպես բան ասեց։ Որտեղ էր Աստված, հենց ընդեղ էր։ Աստված հետևում էր, թե ինչ էր անելու Ադամը։ Ասաց ես քեզ ազատ կամք եմ տվել Ադամ։ Մարդիկ ասում են հավատացյալները ազատ կամք չունեն, որովհետև նրանք մարիոնետկաներ են Աստծո ձեռքի տակ։ Չկա այդպիսի բան։ Աստված քեզ ստեղծել է ազատ կամքի տեր։ Ընդհանրապես Աստված քեզ կանչել է, որ լինես ազատ։ Ունենաս ազատ կամք, բայց քո կամքը պետք է չծառայի մարմնի ցանկություններին, ինչպես Եվայի եւ Ադամին ծառայեց։ Ամեն։ Եվ Աստված մի բերան չասեց, Ադամ ես ինչ ես անում, դու չես պատկերացնում, եթե ես արգելված պտուղը դու ուտես, ինչ է սպասվում ամբողջ մարդկության գլխին։ Աստված ձեռք չտվեց, նայեց, որ Ադամը ուտում է այդ պտուղը, եւ ասեց շատ լավ։ Եկավ ասեց, ինչ արեցի, ասեց դե ընկերնիկը որ տվել է իրին ղզիկ,
Այն կնիկը որ տվել է ինձի, չգիտեմ, Ադամը երկնքում կարծում եմ կլինի, ես ներողություն հետո կխնդրեմ, որ այդամ երկինք, բայց ես հիմա չեմ կարող չասել ղզիկ։ Ադամ ղզիկ։ Ղզիկ լինի այդ։ Ասում են կնիկը որ կաչա տես մեկը։ Տղամարդ ես քեզի կանչել ասում ես քեզ այս պարտեզը վստահեցի։ Դե ի՞նչ տեսակ։ Որ համարի կաբլուկի տակ ես։ Ինչ կաբլուկի համար ամեջքիդ վրեն։ Աստված ձայն չանեց, չասեց մի կեր, բայց ասեց քանի որ դու կերար, քանի որ դու իմ խոսքը անարգեցիր, դուրս եկե մի պարտեզից։ Մեն իշխանակարա եք ասեք, չէ, Տեր ջան, դե լավ, առաջի մարդիկ են, հիմա տղա էր, կարող է տեղը չբերեց, կարող է կնոջից վախենում էր, ասեց կերենել եք հետը կերավ, չկա տենց բաներ, չկա տենց հասկացողություններ, ասեց մի արա, եթե անես, կմեռնես, նա հիմա էլ ասում, չանես, ձեռ չտաս, ասում եմ քեզ ձեռ չտաս, եթե ձեռ տաս, ես քեզ անպայման թույլ եմ տալու, քո ցանածի պտուղը ուտես, չանես, հա, շատ լավ։ Քանիստերս տեսանք, որ մենք ունենք մեր սեփական կամքը, այսինքն մենք ռոբոտ չենք եւ ոչ էլ մարիոնետկա ենք։ Սա սխալ վարդապետություն է, որ քարոզվում է եկեղեցիներում, որ մենք չունենք Աստծո կամքը։ Մենք առանց կամք մարդիկ ենք եւ մենք մարիոնետկաներ ենք։ Դա դևի ուսուցում է եւ դա հակասում է աստվածաշնչյան ճշմարտությանը, եղբայրներ եւ քույրեր։ Արդյոք մարդու կյանքի ուղին կանխավ որոշված է ամեն ինչ Աստծո կամքով է, թե կա նաև ընտրության ազատություն մարդու համար, իհարկե կա։ Ընտրության ազատություն կա, ուզում ես հավատա Աստծուն, դա քո ընտրությունն է, ուզում ես չէ։ Եթե հավատաս, Աստծո խոսքն ասում է, կլինես ինձ հետ երկնքում։ Հիշում եք Գողգոթայի խաչի վրա, երբ Հիսուսը խաչվում էր, երկու ավազակներ կային նրա կողքին։ Հիշում եք, ինչ ասեց այն մի ավազակը, երբ որ ասեց, «Ո Տեր, երբ փառքովդ վերադառնաս, զիս հիշի»։ Ասեց այսօր ինձ հետ միասին երկնքում կլինես, բայց այն մեկի ձայնը չլսվավ։ Բնականաբար նա գնաց ուրիշ տեղ, սա գնաց ուրիշ տեղ։ Աստված լսեց քո կամքը, լսեց քո խոսքը, եւ դա իր կամքին համաձայն բան է լինել փրկված եւ փրկեց։ Ինչպես հիմա դու ես ասել, Տեր, փրկիր ինձ, Տեր ներիր ինձ, ու նա փրկել է քեզ։ Եվ դու այսօր համարվում ես արքայության ժառանգորդ։ Ամեն։ Ես ուզում եմ ասեմ, որ սա դժոխքից երբևիցե վաճառված ամենաէժանագին ստերից մեկն է, ինչ որ լինում է ձեր կյանքում, լինում է Աստծո կամքով։ Ձեզ ուզում եմ օֆիցիալն է հայտարարել, որ այսպիսի արտահայտություն Սուրբ գրքում չկա։ Որ ամեն ինչ որ լինում է Աստծո կամքով։ Ինչ որ լինում է, գցում ենք Աստծո վրա։ Ասում ենք, «Էսի եղավ Աստծո կամքով»։ Գիտեք այդ ինչու ուզում դևանի, որ դու իրեն չտեսնես արանքում։ Որ դու չտեսնես քո գլխին պատրաստած բոլոր դժբախտությունների հեղինակը ոչ թե Աստված է, այլ ինքն է։ Ինքը ուզում է արանքից երկու մարդու հանի, մեկ քեզ, մեկ իրան։ Ու թողի մեջտեղում Աստծուն, որ ձեր տանը ինչ որ տեղի ունեցավ, Աստծուն հայույեք, Աստծուն հայույեք, որովհետև Աստված է թույլ տվել։ Ոչ, բա որտեղ է իմ արածը, բա որտեղ է իմ կամքը, բա որտեղ է սատանան, որտեղ մարդ ընդեղ ինքը կանգնած։ Այո։ Եվ սա մի թյուրիմացություն է, եւ սա մի անառողջ ուսուցում է, որ ամեն բան Աստծո կամքով է, բայց ես հիմա ձեզ տանելու եմ մի տեղ, որտեղ միգուցե այստեղ նստածներից մեկը իր մեջ արդեն հարց առաջացավ, բա մի հատ ավետարան կար, ու մի հատ ավետարանում մի բան էր գրված, որ ձեր գլխի մազը անգամ չի կարող ընկնել, որ Աստված ձեր գլխի մազի համրանքները անգամ գիտի, բաներեցեք, եթե նա իմ գլխի մազերի համրանքը գիտի, դու գիտես քո գլխին ինչքան մազ կա։ Աստվածաշունչն ասում Աստված գիտի։ Բա որ դա ինքը գիտի, բա ոնց թույլ տվեց եւ այլն։ Եկեք համբերությամբ զինվենք, որովհետեւ այդտեղ հաստատ ենք մտնելու այսօր եւ այդտեղ շատ խորը կանգ ենք առնելու։ Այսօր այդտեղ կանգ ենք առնելու։ Եկեք միասին նայենք Ղուկաս ավետարան 12-րդ գլուխ 12-րդ գլուխ 4-ից 7 համարները կարդանք, բայց ասում եմ ձեզ եմ ասում, իմ բարեկամներին, քանի մարդ է հիմա ընդունում, որ Հիսուսը ձեզ հետ է խոսում, ասում ձեզ եմ ասում, իմ բարեկամներին, քեզ բարեկամ անվանում, ամեն,
ձեզ եմ ասում իմ բարեկամներին, ասում եմ մի վախենակ նրանցից, որ մարմինը սպանում են։ Ուշադրություն շատերը հասկանում են, որ ինչ որ մեկից ասում եմ մի վախեցի, որ իր մարմինը սպանում է, չէ, իրականում այստեղ գրված է, մի վախեցի նրանից, ով որ քո մարմինն է ուզում սպանի։ Պարզան, մի վախեցեք նրանից, որ մարմինը սպանում են, եւ նրանից հետո ավել բան չունի անելու, որ սպանել է այդ մարմնին։ Ասում եմ մեկը, որ սպանել է այդ մարմնին, ու այդ մարմինը մեռած է, էլ ավել բան չունի այդ մարմնի հետ անելու, արդեն սպանել է։ Հիմա ուշադիր այս կոնտեքստը, եթե չկարդաս, այն մազերի հարցը քո մոտ մեծ հարցականի տակ ամենալու։ Աստվածաշունչը կարդալուց խնդրում եմ Եհովայի վկաների պես մի կարդացեք։ Եհովայի վկաները վերցնում են Աստվածաշունչը ու մկրատով պարտնոյի պարտիխայի պես ձևավորում են։ Կտրտեցին այս համարը շպրտեցին, կտրտեցին այն համարը շպրտեցին։ Աստվածաշունչը չի կարելի կարդալ մկրատով։ Կարելի է կարդալ ակնոցներով, բայց ոչ մկրատով։ Այո, մի կտրտիր Աստվածաշունչը, մի հանի մեջից մի հատ համար ու բեր մարդուն ասա, բաստեղ այսպես է գրված։ Մի հատ նայի մինչև ես այդ մազերին կհասնեմ, վերևում մի հատ բան է գրված։ Ուրեմն մի պատմություն է եղել, որ Հիսուսը այս մազերի համար, որ ձեր կյանքից ոչինչը չի լինի առանց Աստծո կամքի, մինչև ինքը Աստծո կամքի մասին կասեր աշակերտների հետ, որ խոսում է, դրանից առաջ պատմություն է պատմում։ Խնդրում եմ, ինձանից քեզ խորհուրդ, որ Աստվածաշունչ ես կարդում, համար մի քաշի մեջից անի, նայիր խոսքը վերևի ու ներքևի տողերը իրար հետ ընդհանուր որպես կոնտեքստ։ Կարողացա բացատրեմ, այդ ժամանակ այդ պատարը քեզի հասկանալի կդարձնի ինչ էր ուզում Աստծո խոսքը ասել, բայց եկեք նորից կարդանք, բայց ասում եմ ձեզ իմ բարեկամներին, մի վախենակ նրանից, որ մարմինն են սպանում, եւ նրանից հետո ավել բան չունեն անելու, որ անեն սպանողները, բայց ցույց տամ ձեզ, թե ումից պետք է վախենաք, նրանից վախեցեք, որ նայեք, սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի մեջ գցելու, այո ասում եմ ձեզ, մեծատառով գրված է, նրանից վախեցեք, որ իշխանություն ունի գեհենի կրակի մեջ գցելու, ով է նա, ում անունը գրված է մեծատառով, ում ձեռքերի մեջ է գեհենի, այսինքն դժոխքի բանալիները, գիտեք մարդիկ ասում են, Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ է կյանքի և մահվան բանալիները, դա այդպես չէ, գրված է նրա ձեռքերի մեջ են մահվան բանալիները, այդ մասին գրված է հայտնության առաջին գլխում, որովհետև նա երբ որ երրորդ օրը մեռելներից հարություն առավ, որ այս բանալին վերցնի, հարություն առավ հաղթելով մահին, հարություն առավ հաղթելու գերեզմանին, հարություն առավ, որ սատանայից, ով որ դժոխքի տերն էր, նրանից խլեց իր իշխանությունը, նրանից խլեց բանալին, եւ ասաց դուք նրանից վախեցեք, ով իշխանություն ունի, հավիտենական կրակի մեջ քեզ շպրտելու, ապա մի վախեցիր նրանից, որ մարմինդ կարող է սպանել, այս սպանելուց հետո ոչ մի բան, էլ ոչինչ, այսքան մասը դուրս չեկավ, դուրս չեկավ, մարմինը սպանել չեմ ուզում, բայց ուզում եմ ես միտքը պահես մի հատ շարունակենք կարդալ, միտքը պահես շարունակենք կարդալ, չէ որ 5 ճնճղուկ 2 դանկի են ծախվում, ասում եմ 5 հատ ճնճղուկը 2 հատ դանկիով, այսինքն 2 սենտով ծախվում են, այնքան էժան իրանից բան չի ներկայացում, ասում եմ 5 հատ ճնճղուկ, ծիտ, 2 դանկիով են վաճառվում, ասում եմ որ այդ ծիտը որ իրանից արժեք չի ներկայացնում, այդ դանկին էլ, որով վաճառվում է այդ ծիտը, իրանից բան չի ներկայացնում, ասում է, եւ նրանից մեկն էլ առանց Աստծո իմացության չի մոռացվելու, Աստված տեղյակ է, որ այդ ծիտը վաճառվել է, կամ այդ ծիտը ծառից ընկել է, ասում է, եթե ծիտը, որ արժեք էլ չունի, Աստված գիտի, որ այդ ծտի հետ ինչ է տեղի ունեցել, ապա, բայց ձեր գլխի բոլոր մազերը, եկանք հասանք այս պապուլարն է տեղը, բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համրված են, հաշվված են, ուրեմն մի վախենաք, որովհետև դուք ավելի լավն եք, քան ճնճղուկները, ամեն, դուք ավելի լավն եք, քան ճնճղուկները, այս համարը հրաշալի մի հատ տեղը Աստծո կամքը ցույց տալու համար, այսինքն ասում եմ, մի վախեցեք մարմինը սպանողից։ Հիմա հետ եմ գնում, որ քեզի սովորեցնեմ կամ քեզի բացատրեմ, որ եթե դու կարդայի, բայց ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են եւ այլն էս կոմենքում, դուք ասեիր, օ, նայեք, Աստծո կամքն է, որի մեջ ինչ որ կատարվում է, նա տեղյակ է, նա անգամ իմ գլխի մազերի հաշվից է տեղյակ։ Ես էլ քեզ մի քիչ առաջ, մի քիչ վերև, մի պատմություն ցույց տվեցի, որ Հիսուսը խոսում էր մարմնի մեռնելու մասին։
Ինչ էր տեղի ունենում։ Նա գիտեր, որ քրիստոնեությունը իր գնալուց հետո մեծ դժվարություններ է ունենալու եւ իրեն հետևորդները նահատակվելու են եւ այդպես էլ եղավ թե ոչ ամեն մեկին հատկապես առաքյալներին յուրահատուկ տառապանքով յուրահատուկ անպատմելի անմարդկային մահերով ու տառապանքներով են սպանել բոլոր առաքյալներին բացի Հովանեսից եւ բոլոր նրանք ովքեր Քրիստոսին հետևում էին ու ինքը գիտեր դրա համար ասում էր լավ հիմա ինչ էր ուզում ասել ասում էր մի վախեցեք նրանցից ով որ մարմինը կսպանի որովհետեւ երբ որ իրանք այդ մարմինը ես կխնդրեմ բեմ բարձրացնեն մի հատ բան որպեսզի սա ավելի լավ տեսնես ես կխնդրեմ որ Օսաննան հիմա մի բան անի այստեղ Մենք բոլորս ապրում ենք նրա համար որ հանկարծ մեր մարմինը չցավա, հանկարծ մեր մարմինին չկպնեն, հանկարծ մեր գլուխը, ճնշումը, հանկարծ մեզի ոչինչ չլինի եւ այլն, այսպես այնպես, բայց մեկը գալիս է մի օր, որ այդ մարմինի հետ հրաժեշտ է ստանում։ Եվ Աստված ուզում է քեզ սովորացնի հետեւյալը, որ մարմինը դուք այստեղ նայում եք, ես կխնդրեմ որ սա նկարեք։ Մոտիկից նկարի հատկապես օպերատորը որպեսզի նրանք ովքեր մեզ դիտելու են մեդիա դաշտից հասկանան ինչու է այս վերարկուն այստեղ։ Ասում է եթե այս մարմինը ուշադիր բոլորդ նայում եք այստեղ, ասում է այս մարմինը, այս վերարկուն, դա քո բնակարանն է։ Այս վերարկուն, որ հիմա գետին ընկած է, խնդրում եմ բոլորս այստեղ նայեք։ Ես չեմ տեսնում որ բոլորն են նայում այստեղ։ Նայիր այստեղ։ Ասում է այսի որ ընկած է գետին, այսի քո մարմինն է։ Մի վախեցի ասում է, որ սրան հանկարծ վնասեն սրան ուզենան մերցնեն ասում են նրանք ովքեր ուզում էին քո մարմինը մերցնեին դրանից ավել բան չեն կարողանալու անեն եթե ձեր տան քո բնակարանին բայց ասում են ինձ լսի ամենակարևորը որ մեջի բնակիչը չկա բա բնակիչն ուր է ասում է բնակիչը գնաց այդ բնակիչը կամ ասում է կգնա երկինք կամ այդ բնակիչը կգնա հավիտենական կրակի մեջ ասում է դու մի վախեցի նրանից որ մարմիններն են սպանում, որտեղ նա որ մարմինը կամեցավ ու սպանեց, ել ավել բան չի անելու, որովհետև այս մարմինը ինչ էլ անեն իր գլխին էլ չի զգալու։ Հիմա դուք վերցրեք այս վերարկուն, ինչ ուզում եք արեք։ Ուզում եք շպրտեք, որտեղ ուզում եք թողուն գնի։ Չասեց կուլտուրական շպրտեք եղավ ցաված։ Ձեռքս կոտրվեց, այնպես շպրտեցիք։ Ոչ մի բան, որովհետև մեջը բնակիչ չկա։ Բա ուր է բնակիչը։ Հիսուսն ասում էր հիմա ինձ նայեք, օր կգա, որ ձեր մարմինները կարող են մեռնի ինձ համար, որովհետև դուք կարող եք նահատակվեք ինձ համար, նայեք ես որտեղ եմ ձեզի տանում։ Ասում էր կարող եք նահատակվեք ինձ համար, բայց մի վախեցեք, այդ ընդամենը բնակիչի բնակարանի հետ է խնդիրը լինելու, որը կոչվում է մարմին։ Կարևորը որ բնակիչը իմ մոտ է լինելու։ Ամեն։ Ու այդ բնակիչը հավիտյան իմ մոտ է լինելու։ Մի վախեցեք այդ ժամանակավոր բնակարաններից, որ կարող են վնասել։ Հետո վնասեն ասում է։ Կարևորը իմացեք բնակիչը որտեղ է։ Ուր է բնակիչը վերարկուի։ Ուր է վերկած կանգնի հեսա վերարկուի բնակիչը։ Ահա, արքայությունում ցույց են տալու։ Ուր է այս բնակիչը։ Հեսա արքայությունումը։ Ամեն։ Սա է կարևորը։ Սա պիտի հասկանա քրիստոնեությունը։ Եվ ես եմ ուզում Հիսուսն ասել, բայց քանի ստես ենք հիշում Իսակ Սեթրակաբետնակովին, որոնց գցեցին կրակը, դուք կարծում եք ինչ է իրանք մարդ չէին զգում, ինչ է նշանակում կենթանի կրակների մեջ, հնոցու կրակների մեջ վառվել, 3 տղամարդիկ, հա? Բայց ինչ ասացին Նաբուգոդոնոսորին, ասացին նայի, հա, նայի, Աստված անպայման կազատի մեզ, բայց եթե հանկարծ չազատել լավ իմացին Նաբուգոդոնոսոր քեզ շենք ծառայելու։ Ինչ էին այս տղաները մտածում այս ասելով։ Գիտես ինչ էին մտածում, որովհետև նրանք կարծում էին, որ եթե այստեղ ակնհայտ նրանց մարմինները կվառեն կամ կպատառոտեն, ինչ որ մեկը կա երկնքում, որ գախնի թագադրելու է նրանց։ Ամեն։ Ավելի բարձր ծափարի Տիրոջը։ Այս համարը հասկացանք, ահա թե ինչ է նշանակում գալ եկեղեցի, ամեն, Հիսուսը վերջացնելով ասեց, բայց ես քեզ մի բան ասեմ, ասեց, դու այս մարմինից շատ մի վախեցի կամ էլ մարմինը սպանողներից մի վախեցի, դու վախեցի նրանից, ով իշխանություն ունի թե մարմինը եւ թե հոգին կրակը նետելու, դու ինձանից վախեցի։ Եղավ։ Ինչ է պետք անել։
Մենք խոսում ենք Աստծո կամքի համար եւ հավատացյալները սրա վրա եկեղեցիները դոկտրինա են կառուցել։ Ամեն բան նա ձեր գլխի մազերը, այս պատմությունը չեք մոռանա։ Նա ձեր գլխի մազերը գիտի, ասա այո գիտեմ, բայց Հիսուսը չէր խոսում այն մասին, որ եթե ես ձեր մազերի համրանքը գիտեմ, դուք ոչ մեկն եք, դուք ոչ կամք ունեք, ոչ ապրելու իրավունք ունեք, ասեմ նստեք, ասեմ հելեք, այդպես չէ։ Աստված քեզ գեղեցիկ կյանք է նվեր տվել, որ այն գեղեցիկ ապրես։ Ամեն։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Գիտեք, այս համարը, որի վրա շատ եկեղեցիներ դոկտրինա են կառուցել, ավելի ցավալի է դառնում ինձ համար, երբ կարող ես լսել, որ եկեղեցու մեկն ասում է, մեր եկեղեցու Յուլիայի գլխին 17 տարեկան է Յուլիան, ասում է հեռուստացույցը ընկավ, մեռավ, Աստծո կամքներ։ Ժամացույցն ընկավ, մեռավ, Աստծո կամքներ։ Եթե դուք նոր մի քիչ առաջ ասացիք, որ Աստծո կամքը կատարյալ է, բարի եւ հաճելի, ապա 17 տարեկան աղջիկա գլխին, որ ընկել է հեռուստացույցը եւ մեռել է, Աստված այդպիսի դե Աստված տվեց, Աստված տարավ։ Հա, տենց բան ագրված, ոնց հոբի գրքում ագրված։ Հոբն ասեց, դե Աստված տվեց երեխեքիս, Աստված էլ տարավ։ Մի տեղից քաշում, մի տեղի վրա են կպցնում, մի տեղից հանում, մյուսի վրա են կպցնում, այդպես չի աշխատում։ Ամեն ինչ այդպես չի աշխատում։ Այդպես խառը տակու վրա չի կարելի հասկանալ Աստծուն։ Ես ասացի, արանքում հələ եւս երկու պերսոնաժ կա, որոնք միշտ կադրից դուրս են մնում։ Այդ մեկը ես եմ, մեկն է Սատանան։ Եվ Սատանան ասում է, ինչ որ կա գցի Աստծո վրա, ասա ամեն բանի մեջ ասա, Տերը գիտեր, տելևիզորեր, հենց այդ աղջիկոներ սպասում են գլխին։ Աստծո կամքներ։ Եվ մարդիկ ասում են, բան, լավ չեն կպցրել էլի տելևիզորը, անգավ խեղճ երեխայի գլխին եւ երեխան մեռավ, ասում են Աստծո կամքներ։ Ես գիտեք ինչը քրիստոնեության մեջ լրջորեն ատում եմ ֆանատիկությունը։ Քրիստոնյաներ կան, որ կարող են այնպիսի բան խոսալ, ամոթուց չես իմանում գլուխդ որտեղ մտցնես։ Ֆանատիկ, ու դու նկատում ես ինքը շատ հեռու մեկնայի Աստծո խոսքից, որ կարա մի քրիստոնյա, որ թույլ է տալի ֆանատիկորեն խոսալ, ինչ որ ծայրահեղական բաներից խոսալ, ես հասկանում եմ, որ սա չի ճանաչում Աստծուն։ Որ չի ճանաչում Աստծուն։ Մեր գործոնը չկա։ Մարդը նստել է ղեկին հարբած, Երևանում ցույց տվեցին, հարբած եկել է, որ ռայոնից գալիս է, որ շրջանից գալիս է, խմած, ասել են մի դուրս արի, թող մնա առավոտը կոյաղանաս, վեր կանկանաս քո ընտանիքը, քո երեխաները կառնես կգնաս, այս վիճակով նստում է ռույլին, գնում է եւ մեքենան արագությամբ հագնում է սյունի վրա, պատռում երկու մասի մեքենան, 4 հոգի մեռնում են, Աստծո կամքով էր։ Չէ, ես ուզում եմ ասեմ, բա մենք ասում ենք ամեն բան Աստծո կամքով է։ Հիմա այստեղ մարդու գործոնը չկա, ինչ արեց, անհանազանդություն։ Երկրորդը հարբած վիճակում վատ պապա էր ինքը, որ չմտածեց, որ կարող է ես այս վիճակով տանեմ ամբողջ ընտանիքիս գլուխը ուտեմ։ Եվ ես կարծում եմ, որ սա առաջի դեպքը չէ, որ դուք լսել եք, թե քանի մարդիկ ընտանիքի գլուխը հենց այսպես կերել են։ Հիշում եմ անցյալ տարի էլ հայ տղամարդ Մոսկվայում մոլի շենքում, երրորդ հարկում, որտեղ մեքենաներն են պարքինգ անում, երրորդ հարկից մեքենայով թռել էր դուրս, ամբողջ ընտանիքը, երեխան, կինը եւ այլն, բոլորը մահացել էին։ Գիտեք ինչի, որովհետեւ երբ որ դուք մտնում եք պարքինգ լատ, ինչքան է արագությունը ձեզ թույլ է տրվում։ Ես լավ դաս եմ անց, ինչքան շատ ապրես։ Իսկ եթե 5-ը, ասենք գերազանցում եք 75-ով պարքինգ լաթում, դու միանգամից, չգիտեմ, Դատաստանի առաջ ես կանգնում, Դատաստանի աթոռի երկինք ես այդ ոնց կարելի է ինչ աստիճան ու ինքն է կրուգի վրա արագություն վերցնել էտի մեծ սխալ է եւ այդ վերցնելու ժամանակ մի անգամից էլ չի կարողացել պահի իրան լուսամուտից ընտանիքով թռավ դուրս դե լավ ոչինչ ինչ անենք Աստծո կամք չկանք հա մենք չկանք տեսնեք ինչ սիրուն սպաղում ենք մենք ամեն ինչ Աստծո վրա եւ ասում ենք մի հատ տարածված համատարած պոպուլյարն է արտահայտություն ինչ որ լինում է Աստծո կամքով ոչ ընկերներ դա աստվածաշնչյան ուսուցում չէ այո շատ լավ ուզում եմ մի տեղ եթանք եւ ես կխնդրեմ որ մի Տիմոթեոսից համար ենք նայելու, բայց մինչև Տիմոթեոսի համարը նայելու ես ուզում եմ ասեմ, Հիսուսը երկրի վրա ծառայություններ էր անում, բժշկություններ էր անում, բոլորին բժշկում էր, կաղը քայլում էր, կույրը տեսնում էր, խուլը լսում էր, այո, անդամալույցը վեր էր կենում, մեռելը հարություն էր առնում,
Սա բարի կամք է Աստծո մարդու համար թե ոչ։ Հիսուսը երկրի վրա ցույց տվեց երկնային հոր բարի կամքը։ Հիսուսը եկավ երկրի վրա հորը ցույց տալու, որ ես կամենում եմ, որ դուք լինեք առողջ, որ դուք լինեք օրհնված, որովհետև Աստծո բարի կամքն է, որ դու ապրես բարեկեցիկ, օրհնված, խաղաղ կյանքով, բայց եթե քո կյանքիդ մեջ, քո ընտանիքում դժբախտություն կա, ցավ կա, ողբ կա, մեղք կա, անարգանք կա, դա մի փաթաթիր Աստծո վրա, ասելով դե Տերը թույլ տվեց։ Ես ուզում եմ, որ դուք ներսով առողջանաք։ Ամեն։ Պողոս առաքյալն ասում է, որ կամենում է Աստված, ամեն մարդիկ փրկվեն, սա է Աստծո կամքը։ Նա կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան։ Ճշմարտության գիտությունը, այսինքն ճանաչեն Աստծո խոսքը, որն է Հիսուսը։ Ասում Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ ճանաչեն Աստծո խոսքը, ճանաչեն իրեն ու բոլորը փրկվեն։ Գան հասնեն այս գիտությանը, այս հասկացողությանը, այս մակարդակին։ Ահա Աստծո կամքի դրսևորում եւս մեկ։ Հաջորդը նայենք նորից Տիմոթեոսից ենք նայելու, որովհետև առաջի Տիմոթեոս 2:3-5, որովհետև սա բարի եւ ընդունելի է մեր փրկիչ Աստծո առաջին, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն եւ ճշմարտության գիտությանը գան, որովհետեւ մեկ Աստված կա, մեկ միջնորդ կա, Աստծո մարդու միջև Հիսուս Քրիստոս մարդը, որ եկավ երկնային հոր կամքը երկրի վրա ցույց տալու, որ Աստված ուզում է, որ դու լինես բժշկված, ոչ թե տառապես քաղցկեղի մեջ։ Հա, երիտասարդ կինը քաղցկեղ, դե Աստծո կամք բավական եղավ է։ Դուք գիտեք, ինչքան մարդիկ վիրավորվում են, որ հավատացյալները կարող են մտնել, չկարողանան աղոթել, որ քաղցկեղը բժշկվի, դրա փոխարեն ասեն, դե Աստծո կամքն է, երիտասարդ կինը, մահանումը, փոքրիկ երեխաներ ունի, ասում է, Աստծո կամքը հետևյալն է, որ ցույց տա երկնային հոր բարությունը, Հիսուսի միջով 2000 տարի առաջ մարդկությունը տեսավ երկնային հոր սիրտը, Տերը սիրում է քեզ, Տերը բարի է, Աստված ուզում է, որ քո տան մեջ ունի բարեկեցություն, խաղաղություն, ուրախություն, օրհնություն, Աստված ուզում է, որ դու եւ քո տունը փառավորես Աստծուն եւ ապրես խաղաղությամբ, լիաթոք, գրված է եւ կտամ ձեզ այն ինչ որ ուզում եք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի, սա է Աստծո կամքը։ Ղուկաս ավետարանից մի հատ տեղ ենք նայելու։ Ստեղ նայեք ինչ է գրված։ Իրականում, եթե մենք բոլորս հավատում ենք, որ Աստծո կամքն է, որ բոլոր մարդիկ փրկվեն, բայց մենք մի բան ենք նկատում, որ ոչ բոլորն են փրկվում, եւ ոչ բոլորն են երկինք գնում։ Աստծո կամքն է, որ բոլորը չգնան երկինք։ Մի անգամ ոնց մի հատ եղբայր ասաց, որ ինքը որոշել է, քանի հոգի է երկինք գալու, ճղվես, տրակվես, դու այդ ցուցակի մեջ ես։ Ներեցեք, ես էլ ձեր եկեղեցի չեմ ուզում գամ։ Ես արդեն ձեր ցուցակից դուրս եմ։ Դուք լցվել եք, հա, ձեր ցուցակը լիքն է, հա։ Տեղ չկա ինձ համար։ Չէ, մեր ցուցակը լցվել է։ Մենք այսքան ենք, գնա, տեսնենք, որ եկեղեցին քեզ ինչ կասի։ Էս ինչ ասելու բան։ Մի հատ նայեք այսպեսի անառողջ մտածելակեր։ Ոնց կարելի է չգայթակղվել նման խոսքից։ Հետո ասում են մարդիկ գայթակղվան գնացին։ Մի նայի որ գայթակղվան գնացին, նայի ով գայթակղեցրեց այդ մարդուն։ Ասում Աստված որոշել է, քանի մարդա փրկվելու, արդեն որոշել է։ Ցուցակները քո ձեռքն է։ Դրան են տվել ցուցակները։ Չխոսակ այսպիսի բաներ։ Մինչև վերջին օրը, երբ հələ դեռ Հիսուսը չի եկե ու կգա, դեռ շանս կա ամեն մարդու փրկվելու։ Լսում եք։ Ամեն ինչու Աստծո որդին ուշացնում է իր գալը, որպեսզի ամեն մարդ փրկվի։ Որտեւ այնքան մարդ կա, որ ընդամենը 2 միլիարդից մի քիչ ավելն է, 2.5 միլիարդ մարդ, մի քիչ ավել այդքան նահը քրիստոնյա, բայց աշխարհում այսօր ապրում է 8 միլիարդ մարդ։ Ես երբ որ նայում էի Թայլանդի երկրաշարժը, ընդեղ մի հատ արտահայտություն արեցին, ասացին Թայլանդի այս քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հիմնականում տուժվել են եկեղեցիները, բոլոր եկեղեցիները գիտեք, իրանք Կրիշնային են հավատում եւ այլն, ասաց եւ ամենաշատ մարդիկ որ մահացել են այդ տաճարներում, որտեղ Կրիշնային զոհեր էին անում եւ Կրիշնային երկրպագում էին։ Ես այստեղ մի ակնթարթ բան կասեմ ու արագ կանցնեմ։ Ում էին երկրպագում, ում էին զոհմատություն, նա ինչի դեմ է Աստված կռապաշտության,
Կռապաշտության պատճառով Իսրայելի քթից 40 տարի քաշեց Աստված։ Կռապաշտությունը դա մի մեծ մեղք է, որը բարձրացնում է Աստծո բարկությունը։ Դու միայն քո Տեր Աստծուն պաշտի։ Ամեն։ Դու կարծում եք դա պատահական լուր է։ Դուք կարծում եք դա պատահական է, որ ժուրնալիստն ասում է, որ հիմնականում ամենաշատ զոհվածները տաճարներում երկրպագողներն էին։ Ես նայեցի եւ ասացի, սա չէ կարող լինել պատահական բառ։ Որ տաճար, տեսել եք տաճարները փլված իրանց։ Այդ Կրիշնայի տաճարները բանա տեսել եք բոլորը փլված։ Այդտեղ հազարավոր մարդիկ են եղել, գիտեք։ Աստծո կամքը հասկանալու համար այս ուղղությամբ ուրիշ բան հասկացա։ Քանի մարդ հասկացավ։ Դու միայն քո Տեր Աստծուն պաշտի, չբարկացնես Աստծուն կռապաշտությունով, որովհետև վայ նրան, ասես դու վախեցի նրանից, ով մարմինն էլ, ով հոգին էլ դժոխք ուղարկելու իշխանություն ունի։ Ես մի քիչ առաջ ասացի, նա սուվերեն մեկն է, եւ նա ինքնիշխան Աստված է, եւ նրա կամքը ամբողջ աշխարհի վրա է տարածվում, եւ նա այսպեսի մի արտահայտություն է արել, ում ողորմեմ կողորմեմ, ում ոչ։ Ղուկաս ավետարանից, բայց փարիսեցիները եւ օրինականները անարգեցին Աստծո կամքը իրենց անձերի համար նրանից չմկրտվելով։ Մարդիկ կան, տեսեք սիրելիներս, ասում է անարգեցին Աստծո կամքը։ Փարիսեցի է, հարևան վաղոն է, ձեր տան որևէ անդամնա կապ չունի, ասում է եւ նրանք անարգեցին Աստծո կամքը։ Ինչ կլինի այն ազնվորության հետ, որ անարգեց Աստծո կամքը։ Դա արդեն դու գիտես։ Իսկ Աստծո կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ։ Ամեն իրան հավատացողի համար։ Նա որ կանարգի Աստծո կամքը, ինչի է արժանանալու պատժի։ Ամեն։ Շատ լավ։ Մի քանի բան իրար հետևից եկեք նայենք։ Այս նկարը դրել եմ, որ այս արտահայտությունը ջնջեմ։ Որ մենք ջնջենք սա մեր կյանքից։ Մեր գովելի կամքը, տեսել եք մենք ոնց ենք գովում։ Մեր գովելի կամքի շնորհիվ մենք կարող ենք կորցնել, խնդրում եմ բոլորս ուշադիր կարդանք, մեր շատ գովելի կամքը, մեր շատ արդար եւ կատարյալ կամքը, որ այտենց ենք ասում, որ ունենք, այդ կամքի շնորհիվ մենք կարող ենք կորցնել ոչ միայն մեր մազերը, որի մասին մի քիչ առաջ կարդացինք, որ ձեր գլխից ոչ մի մաս չի ընկնի հենց այնպես առանց Աստծո գիտության, այդ որ գնաս ֆալո անես քո կամքին, այդ մազերը դել կընկնի։ Այստեղ մաս չունեցող մարդ կա։ Ալելույա։ Մեր գովելի կամքի շնորհիվ կներեք, մենք կարող ենք կորցնել ոչ միայն մեր մազերը, այլ նաև մեր բարեկեցությունը, առողջությունը, խաղաղությունը, մեր հանգստությունը, մենք կարող ենք կորցնել մեր ամբասիր կյանքը, մեր սխալ կամքի եւ Աստծո կամքը մերժելու պատճառով, մենք կարող ենք ձեռք բերել միայն հսկայական խնդիրներ մեր կյանքում։ Մի քանի վայրկյան թողնա էկրանի վրա։ Մեր գովելի կամքը։ Ես այտենց եմ կարծում։ Դա իմ կամքն է։ Ով կարա քեզ մոտենա, ով կարա քեզ սովորացնի, ով կարա քեզ բան ասի, քո գովելի կամքի շնորհիվ կարող ես կորցնել մազել, մուզել, տունել, տեղել, կյանքդ էլ, ուրախություն տել, երջանկություն տել։ Այտենցա թե ոչ։ Դուք նկատել եք, մենք մի հատ թաքուն ես ունենք, չկապնեք դրան, այդտեղ էլ հենց այդ կամքը ապրում է։ Հաջորդ բանը եկեք նայենք։ Խնդրում եմ, որ սա վերցնես, ուղղակի վերցնես։ Քո արածն ու չարածը մի բարդիր Աստծո վրա։ Մի քողարկվիր, դե ամեն բան Աստծո կամքով է լինում այս անառողջ եւ ոչ աստվածաշնչյան ուսուցման տակ։ Չի աշխատում, ոչ մի բան չի անում, ասում է դե Աստված գիտի, դե Տերը գիտի, հենա ես փնտրում եմ էլի գործ, դե հենա մերկուսին ասացի եւ այլն, չի աշխատում, անգործ ապրում է, ոչ փող ունի, ոչ աշխատում է, ոչ նպատակ ունի, ոչ ամուսնանում է, ոչ չի ամուսնանում, ոչ մի բան, անգործ այտենց անգյալի պես Աստծո կամքով։ Տեսնենք, Աստծո կամքովի ոչ մի բան չի լինելու։ Ուղղակի տենց անգյալ ծերանալու ես ու դառնալու ես ծեր անգյալ։ Անգյալ ծեր։ Ուրիշ ոչ մի բան։ Բաներ կա, որ մենք պետք է անենք, եւ բաներ կա, որ Աստված պետք է անի,
Աստված իր արածը կանի ինչ որ պետք է եւ ոնց պետք է մեր կյանքում, բայց մենք մեր արածն ու չարածը եկեք չփաթաթենք Տիրոջ վրա։ Ինչ որ լինում, ասենք Աստված էդի արեց։ Ֆունկցիա կա, որ դու պետք է անես։ Ես հիմա մի հատ տեղ եմ բերելու, որտեղ մենք այդ կնոջից դաս ենք սովորելու։ Աստվածաշնչում ամենաարժեքավոր դասերը բոլոր տեսակի կանայք են սովորացրել, չգիտեմ ինչու է։ Այդպես բոլոր եղբայրները ներեն ինձ։ Ուզում եմ հիմա տեղ մի հատ գնանք, եւս մի բան նայենք։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է պայքարելու եւ վերցնելու այն, ինչ Աստված պատրաստել է մեզ համար։ Այդպես է։ Մենք օրեր առաջ, երբ որ այս շաբաթ էր, որ եղանք տնային խմբակներից մեկում, եւ մի հաճելի Սիրունի կանուշի քույր Եփեսացիների թղթից միամիտ բերեց Եփեսացիների 6-րդ գլխի 12-րդ խոսքից, որտեղ Պողոս առաքյալը սովորեցնում է սպառազինության զենքերի մասին։ Մենք չենք սովորում այդ զենքերը կրել, զենքերն ուսումնասիրել, զենքերը ուրեմն ունենալ մեր կյանքում, բայց դուրս են գալի անկա, պալանի, մալանի, ստից, մտից, բաներ ենք խոսում, ջարդում ուրիշին, ջարդում մեզի, առանց Աստծո կամքը հասկանալու, որովհետև եթե դու առաջի հերթին մեկն ես, որ խնդիր ունես եւ ուզում ես այդ խնդրիդ համար կանգնես, նախ եւ առաջ, ես ինչ սովորացրեցի այդ օրը այդ տնային խմբակում, նախ եւ առաջ հագնվիր։ Դու մերկ զինվոր տեսել ես, մերկ վազելուց, ուր ես եթում գնում են պատերազմի։ Զինվորը ոտից գլուխ հագնվում է, այնելին ձև է հագնվում, այնելին ձև է պատրաստվում, այնելին ձև է պատրաստում իր զենքերը, իր վահանը, իր սուրը, իր թուրը, իր նիզակը, նիզակի կապարճը, ինչ ձև է պատրաստում, սաղավարտը, արդարության իր զրահը, կոշիկները, հետո նոր պատրաստվում է, ոչ մի բան չարած, քո կյանքում գալիս են ավերվածություններ, քո կյանքում խնդիրներ կան, որոնք տարածվում են բորբոսի պես, եւ դու հետ ես դառնում ասում ես, դե ինչ կարամ անեմ, ճակատագիր է, ըսենց էր Աստծո կամքը, չկա տենց բան, ոտքի կանգնիր, չէ հիմա մի կանգնի նստի, ուղղակի հոգու մեջ ոտքի կանգնիր, խնդրում եմ արթնացիր, խնդրում եմ արթնացիր, իմ ու քո արած չարածը, որ պիտի անենք սա, ոտքի կանգնենք եւ լցվենք Աստծով ու հասկանանք ուր է տանում մեզ Տերը, որն է Տիրոջ կամքը, որն է Աստծո առաջնորդությունը։ Ես կիրակիներ առաջ խոսեցի, ունես արդյոք քո կյանքում հոգեվոր նավիգացիա։ Զգում ես որտեղ պետք է քեզ Տերը տանի։ Զգում ես ինչ պետք է անես։ Ես այդ օրը հիշում եմ, որ շատերը չէին կարողանում արձագանքեն, որովհետև եթե դու ունենայիր հոգևոր առաջնորդություն, հոգևոր նավիգացիա, քո կյանքում այսքան քարեր ու կոշկորներ չէին մնա։ Այսքան խնդիրներ։ Գիտեք, մենք ամեն ինչ գիտենք, նկատել եք, մեկ ուզում եմ հայետի ես գիտեմ։ Հայետի ես գիտեմ։ Չի թողում է խոսած։ Հենց կեսից հայետի ես գիտեմ։ Նայում ես իր կյանքին ու մտածում ես խոսացածիդ նայեմ, հա Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, տենց մի խելք դրեք տենց խոսացողների հետ։ Նայեք իրանց կյանքին եւ պտուղներին եւ ամեն բան պարզը։ Ասեց, ծառը պտղից է ճանաչվում։ Այո։ Լավ, դուք ինչ-որ մի բան վերցնում եք, Փառք Տիրոջը։ Ուզում եմ մի պատմություն կարդալ ձեր բոլորի համար։ Բայց մինչև այդ պատմությունը ես կկարդամ Ղուկաս ավետարանից, որ այնքան եմ սիրում ես այս պատմությունը, ուզում եմ, որ մեր եղբայրը եւս մի երկու բան դնի, որ դուք տեսնեք։ Դուք տեսել եք, որ քյամանչա նվագողները, գիտար նվագողները, բոլորը նվագելուց առաջ գործիքը լարում են։ Նկատել եք թե չէ։ Ձեր մոտ քյամանչաբան չկա, ռեստորան որ բան գնում է, քյամանչայա կամ քնարա, կամ դասական իսպանական գիտարա, կամ որևէ մի բան, անպայման նվագելուց առաջ լարում են, որ կարգի բերեն, այդպես է մենք երաժիշտ ունենք, հարցը իրան կտանք, լարում են գործիքները, որ տենան, որ всё, настройкան ճիշտ է, որ հնչյունները գեղեցիկ են դուրս գալի, որովհետև լարված է, որովհետև կարգի գցած է։ Եվ հիմա դու կարող ես արդեն օգտագործել այդ գործիքը։ Հիմա լսին այստեղ, որովհետև հավատքը դա մի գործիք է, որը պետք է լարել ինչպես, ճիշտ այնպես ինչպես երաշտական գործիքի աղեղներն են լարում նվագելուց առաջ։ Դու որ խնդիր ունես քո կյանքում, դու որ ծոմ ես վերցնում, դու որ կանգնում ես աղոթքի, այս քյամանչան լարում ես, չես մոռանա այս նկարը, մի հատ հավատքը կարգի բեր, մի հատ նայիր, ինչի համար ես կանգնում, ում համար ես կանգնում, ինչպես ես աղոթելու, ոնց ես աղոթելու, ինչպես ես անցնելու ճանապարհը։ Ես միշտ ասել եմ, հավատքը թան չի, փրթած մածուն չի։ Ոչ էլ մի բոտանի կլաս խաղալը։ Հավատքը դա լուրջ մարդկանց համար է, գիտեք։ Հավատքը դա լուրջ մարդկանց համար է։ Հաջորդ բանը տեսնենք։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ մի բան անելուց առաջ պատրաստվում ես այսպես, չես անում, չի լինում, եւ ասում ես, դե լավ,
ամեն բան Աստծո կամքով եղավ։ Դե ինչ եղավ։ Մեր արածն ու չարածը խնդրում եմ եղբայրներ եւ քույրեր, եկեք չփաթաթենք այլևս Աստծո վրա։ Եթե դու մեկն ես, որ ուզում ես ունենալ հզոր հավատք, ապա քեզ անհրաժեշտ է ամեն օր լիցքավորվել ինքն էլ երկար ժամանակով։ Եթե դու քո հեռախոսը տեսնում ես, որ չարժից ընկել է, եթե դու 5 րոպե դնես չարժի, ինքը չարժ կվերցնի, բայց կվերցնի 5 րոպեանոց։ Եվ երբ որ դու դուրս գաս, նստես մեքենա, չհասցրած մեկի հետ խոսալ, հեռախոսդ կանջատվի, որովհետև այսպես էլ շատ հավատացյալներ կարող են ընդամենը շաբաթը մեկ անգամ գալ եկեղեցի, այստեղ ինչ կարդացին, ինչ տեսան, լսեցին, էդի նման է 5%-անոց չարժ վերցրեցիր, բայց շաբաթվա մյուս օրերը ինչ ես անում։ Հեչ ապրում եմ իմ համար, բայց եթե դրա համար Տերը որ քո կյանքում շատ բաներ չի անում, խնդրում եմ դա չվերագրել Աստծո վրա, վերագրիր քո թամբալության վրա։ Մի հատ եմ ուզում բան տեսնենք։ Սա խոսում եմ այն մասին, որ ինչ է պետք անել հավատքի հետ, հա? Ուժեղ հավատքի համար քեզ անհրաժեշտ է գնալ Աստծո խոսքի խորությունների մեջ։ Պետք է գնալ դեպի Աստծո ճանաչողության մեջ։ Գնում ես խորությունների մեջ։ Ես ասում եմ մարդկա, որ կարդում են ընդամենը մեկ համար վերցնում է եւ չի իմանում դրանից առաջ ինչա գրած, դրանից հետո ինչա գրած։ Всё, այդ համարը վեկարել, ասում եմ, բա Աստված ասաց, որ գլխի մազերը եւ այլն, արի սրան հիմա բան հասկացրու։ Վերցրել է այդ համարը եւ գալիս է։ Ինչա պետք անել ուժեղ հավատք ունենալու համար։ Պետք է խորանալ։ Մի անգամ Հիսուսը եկավ նավակի մոտ Պետրոսի ծովի ափին, տեսավ Պետրոսը ուրկաններն ալևանում մաքրում, քիթ միթ եկախել էր, նեղված էր։ Դե Պետրոսը ոնց կարա իր զգացմունքները ցույց չտավ։ Հա, ասած քիթ միթ եկախել էր եւ Հիսուսն ասաց. Պետրոս նեղված ես, հա, ոնց է մի տեսակ։ Հա, ասաց ինչ ա եղել, ասաց ամբողջ գիշեր ինչ պիտի լինի։ Ամբողջ գիշեր ասաց ձուկ բռնեցինք, դուք պատկերացնում եք մի ամբողջ գիշեր։ Ձկնորս մարդը ձուկ է բռնել իր ընկերների հետ միասին, մի հատ կիլկել չի կարողացել բռնի։ Մի հատ սիգայել չի կարողացել բռնի։ Եվ Հիսուսն ասաց. մի հատ ձուկ չկարողացաք, հա, բռնել։ Ասաց չէ, տուն եմ եթալու, ինչ պիտի անեմ, ոչ ձուկ բռնեցի, ոչ փող աշխատեցի։ Գիտեք ինչ ասաց Հիսուսը։ Չասաց, քորոնում ես։ Մի հատ կիլկել ռաս չեկավ քեզի։ Գիտես ինչ ասաց Հիսուսը։ Ես իմ ականջին օղարեցի։ Ես ուղղակի իմ ականջին օղարեցի Հիսուսի ասածը։ Ասաց Պետրոս, լավ որսի համար ուրկաններդ խորը գցի։ Նստեց նավակը Պետրոսի հետ, ասաց խորը քշի, գնացին խորը տեղերում եւ ուրկաններն ասաց հիմա գցի։ Երբ որ ուրկանները գցեց, գրված այնքան ձուկ վերցրեցին, այնքան ձուկ բռնեցին, որ ուրկանները պատրվում էին եւ նավակն է շուռ էր գալիս, ուրիշ նավակ օգնության կանչեցին, որ բռնած ձուկը վերցնեն։ Եթե դու ուզում ես ճանաչել Աստծո կամքը քո կյանքի մեջ, ոչ թե միայն այս նախադասությունով, նրա կամքը բարի է, կատարյալ եւ հաճելի, այլ ուզում ես ճանաչել նա ով է, որ կանչել է քեզ, եւ որն է նրա նախասահմանությունը, որն է նրա ծրագիրը, որն է նրա պլանը քո համար, որ կանչել է քեզ, ինչի համար է կանչել, եւ ինչ ես պատրաստվում անել նրա հետ, եւ ինչպես ես պատրաստվում տեսնել քո խնդիրների լուծումը, ինչպես ես պատրաստվում վերցնել Աստծուց քո խնդիրների պատասխանը, քեզ եղբայրս եւ քույրս մեկ բան է պետք, գնա Աստծո խորությունների մեջ, որովհետեւ անպայման, երբ որ դու կգնաս խորությունների մեջ, հենց այնտեղ է քո պատասխանը գտնելու ես։ Քո պատասխանը կարող է դու Կիրակի օր այստեղ չգտնես։ Քո պատասխանը կարող է ձեր բոլորի շատ սիրելի մի հատ աշխատանք կա, YouTube-ով լսել կամ Instagram-ով այս հովիվին, այն հովիվին, այս կոնֆերանսը, այն կոնֆերանսը, սա կամ այն մեկը լսել, դա չէ։ Քո գործը խորանալ Աստծո մեջ։ Խորացիր Աստծո խոսքի մեջ, ամեն։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որսը խորությունների մեջ է։ Դուք որ տանը ոսկեղեն ունեք, փող ունեք, դուք դնում եք ոսկեղենը դրան առաջին։ Վայ մեկը դուրը բացմաս, այս ինչ կա փող ունեք։ Այս ինչ լավ ոսկեղեն ունեք, ինչ մատանիներ, ինչ ականջողներ, հետ ես դրան առաջ եք դնում, հա մենք ամենտեղ որտեղ հասնում են դες շպրտում են։ Այդ լավ չէ, էլի որ շպրտեք հաջորդ օրը, ալելույա։ Բոլոր նրանք ովքեր ունեն ոսկի, բոլոր նրանք ովքեր ունեն գումար, ինչ են անում, թաքուն տեղերում են պահում։ Գանձերը թաքուն տեղերում են պահված։ Եթե դու ուզում ես քո պատասխանը լսել քո խնդրի համար, խորը գնա Աստծո մեջ, ավելի շատ ուսումնասիրի Աստծո խոսքը, ավելի շատ կարդա, ավելի հաճախակի վերցրու ծոմեր, աղոթե Տիրոջը, խնդրի Տեր, բացվիր ինձ, բացիր քո խոսքը, տուր ինձ իմ խնդրի համաձայն խոսք եւ հանկարծ Աստվածաշունչը կարդալուց, խորը երկար կարդալուց դու կլսես քո պատասխանը։ Այո։ Եվ մի տեղ եմ ուզում կարդամ, կխնդրեմ ինձ ժամը ասեք։
Մեկտեղ ենք ուզում կարդանք Կորինթացիներից, որ գրված է, որովհետև ոչ ով ուրիշ հիմք չի կարող դնել, քան որ դրված է, որն է Տեր Հիսուս Քրիստոսը։ Ես չեմ կարող հասկանալ հավատացյալների սրա ուսուցումը վեկալան, նրա ուսուցումը վեկալան, մի քիչ սրան հավատացին, մի քիչ նրան հավատացին, դրանք խառը ուտելիքներ են։ Դուք նկատել եք խառը ուտելիքներ ուտելուց սարդ խառնոց եք ունենում։ Եվ հետո փխսում եք։ Ճիշտ սնունդիդ աղբյուրը գտիր։ Գտիր, հաստատվիր, որտեղ այդ աղբյուրը անընդհատ ջուր ու կաթ տալու քեզ ու հաց տալու քեզ եւ այդ աղբյուրից սնվի եւ գրված է փափագեցեք բանական եւ անխարդախ կաթին մինչեւ ձեր փրկության օրը, ասաց Պետրոսը։ Բանական անխարդախ կաթ, Աստծո խոսքը։ Ուրիշ կաթ մի մանարի, լավ։ Ես դեմ չեմ ուրիշ գրականություն կարդալու, դեմ չեմ։ Ես ինքս շատ գրականություն կարդացած մարդ եմ հոգևոր։ Ես դեմ չեմ լսել այսինչ կամ այնինչ քարոզիչների, բայց ես դեմ եմ, որ նրանից ուսուցումներ ես վեկալում պատար ու քեզ համար հավատք ես ձևավորում։ Թույլ տուր, որ Աստված լինի քո ուսուցիչը։ Թույլ տուր, որ Սուրբ Գիրքը լինի քո ուղեցույցը։ Գրված է քո խոսքերը իմ ոտքերիս առաջ ճրագի պես են։ Ամեն։ Ահա իրական ճրագ, որ շտկում են իմ ծուռ ու մրտիկ շավիղները։ Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Շատ լավ, եւ հիմա մի հատ պատմություն եմ ուզում կարդամ եւ սրանով ավարտենք, մի հատ էլ Աստծո կամքը տեսնենք, որովհետեւ այս խոսքի շուրջ ենք պատտվում։ Եկեք նայենք Ղուկաս ավետարանից մի հատ համար։ Հայտնի մի պատմություն, որ Փեվայրիկին է եւ անիրավ դատավորը, ով է կարդացել այս պատմությունը։ Ով է կարդացել, եթե չես կարդացել, կխնդրեմ մաքսիմումով ուշադիր լսես այս պատմությունը։ Մի որբևայրիկին կար քաղաքում, գիտեք, եւ Հիսուսը այս մասին պատմեց իր աշակերտներին։ Եթե Հիսուսը հարմար է գտել, որ այս կնոջ օրինակը պատմի իր աշակերտներին, նշանակում է ես եւ դու նույնպես աշակերտների պես այս կնոջից հզոր դաս ունենք սովորելու։ Իմ կյանքի բոլոր հաղթանակները Քրիստոսի մեջ ես տարել եմ այս կնոջ շնորհիվ։ Լսում եք, այս կինը դարձել է ինձ համար ճեղքող եւ ճեղքի մեջ չկանգնած, այլ ճեղքող եւ դուրս եկող մի կին, ով ինձ սովորացրել է համառ աղոթել, աղոթել ու չհանձնվել, ու աղոթել այնպես մինչև չառնես չհանգստանալ, այս կինն է ինձ սովորացրել։ Եվ ես այդպես 3 տասնյակ, ինչին որ կյանքում հասել եմ հիմքում այս պատմությունը դնելով։ Եվ ուզում եմ այսօր այն կիսվել ձեզ հետ, պատրաստ ես։ Ղուկաս ավետարան եւ ասաց մի դատավոր, Հիսուսն ասաց, մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստվածանից չէր վախենում, դատավորը։ Մարդկանցից էլ չէր ամաչում։ Անամոթ մի հատ դատավոր է եղել։ Եվ մի որբևայրիկին էլ կար այդ քաղաքում, եւ նրա մոտ էր գալիս եւ ասում էր. «Դե իրավունք արա ինձ իմ ոսոխիցը»։ Այս կինը ուրեմն խնդիր ուներ ինչ որ մեկի հետ, թշնամություն կար, ինչ որ մեկը թշնամություն էր արել այս կնոջը, հա, եւ այս կինը վախենում էր եւ ոչ թե վախենում էր, որ այդ ոսոխի իրան ինչ որ բան կանի, ուզում էր ասել, որ այս մարդը ինձանից մի բան է ուզում, որտեղ պետք է դատավորի իրավունքը, դատավորի օրենքը հաստատումը, որ այս ոսոխ էս թշնամին բաց թողի ինձ, որովհետեւ հետևից սանք է։ Ուրեմն ինչ որ միգուցե անշարժ գույքի խնդիր կար, բռնագրավեր էր այդ կնոջից վերցրել էր եւ այս կինը դիմել է դատավորին։ Գնանք առաջ։ Եվ նա մի ժամանակ չկամեցավ դատավորը։ Մի ժամանակ չկամեցավ, լսի այդ կնոջը։ Նրանից հետո իր մտքումը ասաց. «Ոյ, թեև Աստվածանից չեմ վախենում, մարդկանցից էլ չեմ ամաչում», դատավորն ասում։ «Սակայն, որովհետև ես որբևայրին հոգնացրեց ինձի, վեր կանամ իրավունք անեմ սրան, վերջապես գնա ինձանից պրծնե, չձանձրացնի էլ ինձ»։ Հետո լավ, սա թող մնա։ Եվ գիտեք պատմությունը ինչպես ավարտվեց։ Ասում է եւ վեր կանամ, դատավորն ասեց. «Այս կնոջը լսեմ, տնամ ինչ ասում, իր ուզածը իրան տամ այդ տիկին գնա եւ պրծի»։ Հիմա նայեք, մեզանից միգուցե խելացիներից մեկը վեր կկենար կասեր. «Տիկին ջան, քանի անգամ ես դատավորի դուռը ծեծեք», ասեր 10։ Լավ, 10 անգամ ծեծել ես, որ դատավորը չի հել է, քո դատը չի նայել, նշանակում է վերջացավ գնա տուն, դա էր Աստծո կամքը քեզ համար։ Կարա ասի թե չէ, կարանք։ 10 անգամ դուռը ծեծելը չի բացել։ 10 անգամ եկել է դատավորին ասել է լսի իմ դատը, չի լսել իր դատը։
Հետո մի անգամ էլ գիշերով է եկել։ Այս մարդն արդեն հագնվահանվել էր, պարկել էր պիժամոն ակուրատնի պալոսկեքով հագել էր, տապշկեքը եւ այլն դրել էր, արդեն բարձը ուղղել էր, արդեն աշկը կպնում էր, մեկը կարող ես են որբևայրի կնիկնա։ Չլես են որբևայրի կնիկնա։ Գնաց դրան գլազոկից նայեց, հա էլի այդ կնիկնա էլի։ Պալոսկով պիժամոն փոխեց։ Հագավ կաշում շալվարը։ Եվ ասաց տիկին դու ինձանից ինչ ես ուզում вообще։ Ասաց ես խնդրում եմ իմ դատը լսես ախր քո ձեռն է այդ իրավունքը։ Եվ Հիսուսն ասաց մի հատ էս կնոջը նայեք։ Մի հատ էս կնոջը նայեք։ Ուզում եմ որ դուք այս կնոջից մի հատ օրինակ սովորեք։ Թախանձագին աղոթել, ծեծել Աստծո դռները, որովհետև ասում եմ ամեն ծեծողը կբացվի, ամեն փնտրողը կգտնի, ամեն հավատացողին կտրվի։ Ամեն։ Բայց միգուցե մեզանից մի խելացի մոտենար եւ ասեր, այտիկին ջան, ջարդիր ես մարդու դուրը, որ չի վերկանում, գործը չի լսում, նշանակում է վերկաց եւ գնա։ Ես օրինակ այդ տեսակներից չեմ, որ դու ինձ խորհուրդ տաս, ես քո խորհրդին ֆալո անեմ։ Ես կգնամ իսկը քո ասած խորհրդին հակառակ։ Ես այնքան կծեծեմ Աստծո դռները, մինչև Տերը ինձ պատասխանի։ Եթե դու հստակ դեռ պատասխան չունես քո խնդրի համար, լսում ես ինչ եմ ասում։ Եթե հստակ դեռ պատասխան չունես որևէ խնդրի համար, երեխայիդ համար, ամուսնուտա կնոջդ համար, ֆինանսների, առողջության կամ որևէ մի կոչումիդ համար, որևէ մի բանի համար, որ եկել ես ու թակում ես Աստծո դուռը ու դեռ չունես պատասխան, տուն մի գնա։ Այսինքն տուն մի գնա նշանակում է մի հանձնվիր։ Շարունակիր թակել, որովհետև նա քեզ սովորեցնում է գնալ Աստծո խորությունների մեջ։ Նա քեզ սովորեցնում է հավատքդ լիցքավորել։ Նա քեզ սովորեցնում է հավատքդ լարել։ Նա քեզ սովորեցնում է թակել, փնտրել, խնդրել, սպասել։ Դրանք բոլորը աստվածային որակներ են՝ համբերություն, խաղաղություն, հավատք եւ այլն։ Ես նմանատիպ մի խնդրի մեջ եմ հիմա։ Եթե դուք ինձ բոլորդ ասեք, դաթարի այլևս այդ դուրը ծեծելուց, դաթարի այլևս աղոթելուց, դե բավական եղավ ծոմը ծոմի հետևից, զոհը զոհի հետևից, ես շարունակելու եմ ծոմը ծոմի հետևից, զոհը զոհի հետևից, աղոթքը աղոթքի հետևից, շարունակելու եմ այնքան մինչև Տերն ասի, ես այստեղ եմ նայել հանգստացի։ Եվ գրված է անիրավ դատավորը, որ անիրավ էր, վերկացավ այս կնոջ պատմությունը, լսեց, այս կնոջը իրավունք տվեց եւ այս կինը գնաց։ Քո Աստվածը անիրավ չէ։ Եթե դու ծեծես նրա դուռը, եթե դու քո բաժինն անես, եթե դու փնտրես նրան, այն ժամանակ նրա կատարյալ կամքը հայտնի կլինի քեզի։ Ամեն։ Քո արածն ու չարածը մի կապիր Աստծո վրա։ Ամեն։ Շատ լավ, ես մոտենում եմ ավարտին, մի հատ էլ Եփեսացիների համար նայենք։ Նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը։ Ես ինձ ուզում եմ հարց տալ հիմա։ Ես գիտեմ ինչ է Աստծո կամքը, ասում է, եթե չգիտես անմիտ ես։ Եթե ես չգիտեմ այս խնդրի վրա, որն է Աստծո կամքը, ասում է մի եղեք անմիտ, դե մի եղեք անմիտ, ասում է, որ չիմանաք որն է Տիրոջ կամքը, բա ինչ է պետք լինել, գնացեք նրա խորությունների մեջ, որ հասկանաք նրա կամքը, թակեք նրա դռները, Տեր ես քեզ եմ ուզում, Տեր ես ուզում եմ այս խնդրի համար դու բացվես ինձ, գործ չունես ոչ մեկի հետ, դու վերցրու այս ճանապարհը, վերցրու քո ուղին եւ ասա, հետ չեմ վերադառնա այս կետին, որտեղից սկսեցի, մինչև Տիրոջ գահից չվերցնեմ իմ պատասխանը։ Եղիր զինվորի հոգեբանության Տեր քրիստոնյա։ Այո, Աստծո կամքը մեր համար բարի է, հաճելի եւ կատարյալ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ Հիսուս Քրիստոսը երկրի վրա դեմոնստրացիա արեց երկնային հոր բարի կամքը, ասելով, որ նա կամենում է, որ ամեն մարդ լինի բժշկված, որ լինես դու օրհնված, որ քո աչքերը թաց չլինեն։ Հիսուսն ասաց, ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք եւ ավելցուկով։ Գողը գալիս է գողանալու եւ թալանելու համար, բայց ես գալիս եմ, որ դուք կյանք ունենաք եւ ավելիո, սա Աստծո կամքն է։ Մի եղեք անմիտ, որ չհասկանաք ինչի համար է Հիսուսն եկել, կամ ինչ է ուզում ձեր համար։ Լավ, Մատթեոս ավետարան եւ ոտքի կկանգնենք։ Մատթեոս ավետարանից մի համար նայենք։ Եթե ինչ-որ մեկը տանը հիվանդ ունի, կամ ինքն է հիվանդ, կամ ունի որևէ մի խնդրեմ, գիտեք, ես այնքան տարի աղոթել եմ, այդ ինձ մի ասեք, իմ մոտ էլ չի աշխատում։ Ես ոչ էլ ուզում եմ աղոթեմ, ոչ ուզում եմ էլ ծոմ պահեմ, ոչ ուզում եմ էլ պայքարեմ, չեմ ուզում էլ պայքարեմ։ Ես հանձնվել եմ։ Շնորհավորում եմ քեզ, որ հանձնվել ես։ Ես չեմ հանձնվի։ Դու հանձնվել ես, որովհետև դա դու ես։ Բայց մեկը կասի, ես չեմ հանձնվի։ Ես չեմ հանձնվի։ Մինչև չվերցնեմ այն, ինչ ինձ է պատկանում։ Լսեք,
Մատթեոս ավետարանում եւս մի պատմություն կա, եւ Հիսուսը այնտեղից դուրս գնաց ու մեկ րոպե ես այստեղից կարդամ։ Հիսուսը այ որտեղ որ կար այդտեղից դուրս եկավ գնաց Տիվրոս եւ Սիդոնի կողմերը եւ ահա մի կանանացի կին այն սահմաններից դուրս եկած աղաղակում էր նրան եւ ասում. «Ողորմիր ինձ Տեր, Դավթի որդի, իմ աղջիկը չարաչար դիվահարվում է»։ Եվ նա նրան մեկ խոսք պատասխան չտվավ։ Չգիտեմ, այստեղ մենք ուզում եմ կանգ առնենք։ Ասում է եւ նա նրան մի հատ բառ չասեց։ Կինը գոռում է. «Դավթի որդի, ողորմիր իմ աղջկան, իմ աղջիկս դիվահար է» եւ այլն։ Հիսուսը լսում է, նայում է կնոջը, որ լաց է լինում եւ անցնում է կողքից։ Միգուցե դուք սրա անունը կդնեիք արհամարանքի փորձություն եւ ճիշտ էլ կանեիք։ Կդիմանայիք արդյոք դրան, որ դուք գոռայիք, ասեիք որդիս քո կարիքն ունի եւ նա անցներ քո կողքով, աղջիկս քո կարիքն ունի եւ նա անցներ քո կողքով, ես քո կարիքն ունեմ եւ նա անցներ քո կողքով, ամուսինս քո կարիքն ունի, նա անցներ քո կողքով, սա արհամարանքի մեծ փորձություն էր, նա ինչ արեց քանանացի կինը։ Մենք եկեղեցի ենք գալիս, որ դա սովորենք, որ վերցնենք գերագույն այն օրինակները հավատքի, որոնք ստացել են մեծ հաղթանակներ եւ գրվել է այդ, գիտես, իմ ու քո անունը չի էլ գրվի երբեք Աստվածաշնչում, բայց այս կանանացի կնոջինը գրվեց։ Այն որբևայրի կնոջ անունը կարող է Աշխեն տոտայր, չգիտեմ։ Անունը կարևոր չէ, բայց գրվեց մի որբևայրի կին, բայց գրվեց, որովհետև այդ կինը պատմություն սարքեց իմ ու քո համար։ Հիմա նայենք այս կինը ինչ է մեզի սովորեցնում։ Այս կանանացի կինը, կանանացիները, հрьяաների համար պիղծ մարդիկ էին։ Հիմա ընկել է Հիսուսի ոտքերը, հիմա տեսնենք Հիսուսի ռեակցիան այս կանանացի կնոջ։ Եվ ասեց, եւ նրան մեկ խոսք պատասխան չտվավ, եւ նրա աշակերտները մոտ գալով աղաչում էին նրան եւ ասում. «Արձակիր սրան, որովհետեւ մեր հետևից աղաղակում է»։ Նա էլ պատասխան տվավ, ասաց. «Ես չեմ ուղարկվել, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Այն կինն էլ եկավ, նրան երկրպագում էր եւ ասում էր. «Տեր, օգնիր ինձ»։ Նա էլ պատասխան տվավ եւ ասաց. «Լավ չի, երեխաների հացը առնեմ, շներին գցեմ»։ Նա էլ ասաց. «Այո Տեր», սակայն շներն էլ իրանց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվավ եւ ասաց նրան. «Ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես ուզում ես»։ Եվ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամին։ Ես երկու բան եմ ուզում որ դու նայես։ Գրվածակինը աղաղակում էր եւ Հիսուսը անցավ։ Արհամարեց կնոջը, մի հատ էլ վիրավորեց, ասեց. «Ես եկել եմ Իսրայելի որդիների համար եւ հացը, որը բժշկությունն է»։ Գիտեք, որ Աստվածաշնչում հացը դա բժշկությունն է։ Ասաց. «Հացը չեմ եկել շներին տամ»։ Այդ կնոջը շուն ասեց։ Չեմ ուզում անգամ մոտիկ բերեմ, ասեմ, բա որ հանկարծ ինձ ու քեզ ասեր։ Կնոջը շուն ասեց, մի հատ նայեք կինը ինչ ասաց, չասեց. «Քեզ է հավաքած սպահի մի հատ»։ Էս ինչ բան է։ Մեղայք ես Տեր Աստված, անունն էլ դրել է Աստծո որդի։ Մի քիչ կոռեկտ խոսի եղբայր ջան, օրինակ, էս ով է եւ այլն։ Կանանացի կինը Հիսուսի աչքերի մեջ տեսնում էր այն մեկին, ով հարցերի լուծումը նրա մեջ է։ Նա նայում էր եւ ասում էր. «Ինձ ուզում է շուն ասես, ուզում է կատու ասես, մեկը քո մեջ է երեխայիս պատասխանը, ինձ շուն ասա, թող ծիծաղան ինձ վրա, ինձ կատու ասա, ինձ ողորմելի ասա, ինձ ասա, որ շներն էլ սեղանի տակի փշրանքով են, ինչ ուզում ես ինձ ասա, բայց ես մի բան եմ նկատել, որդուս երեխայիս հարցի պատասխանը լուծումը քո մեջ է, Դավթի որդի Հիսուս, ողորմիր իմ աղջկան»։ Մեկը լիներ կասեր, տիկին, նա ձեզ շուն ասեց, ամոթն է լավ բան է, մի քիչ նամուս ունեցեք, գնացեք, նա ձեզ շուն ասեց, նա լսեց, որ դուք գոռում եք, ըսկի պետք չէր, արհամարեց եւ անցավ, այդպիսին է Աստծո կամքը, դու որտեղ, Աստված որտեղ, կանանացին որտեղ, հрьяան որտեղ, անցի գնա, բայց կինը ձեզ չէր լսի, որ դա է Աստծո կամքը, որ անցնի գնա։ Նայեք ինչ պատասխան տվեց, որ կանգնացրեց Հիսուսին, ասաց. «Միթե շները իրենց տան, նկատել եք բոլոր շանիկները գալիս են սեղանի տակից նայում են տիրոջը որ ուտում է, հատկապես եթե սեղանը բան է, թափանցիկ ապակուց է։ Նկատել եք, երբ որ դու եք ինքը տակից նայում է ձեզ, այն որ կա չէ բգին կանգնած, անպայման տակից նայում է, ինչքան էլ ուտի ինքը նայում է երեսիդ։ Մի բան տու, ասենք մի հատ փուչուր կտոր որ կտրեցիր ու տվեցիր իրան, մի անգամից sense բար չի ասում, այդ բերանիցդ մի հանե ապսեից մի հատ դանակով կտրի ակուրատնի, պատտարակ խաղով էսպես ակուրատնի, ես ձեր տան շունն եմ։
$4000 տվեցիք, առակ չմտածեցիք, բայց հիմա հենց այդպես բերաններից կտորը հանում ինձ եք տալի պատարակաղով տիկին։ Չէ, սենց կարան ուտեն իրանց բերանից հանեն, տան ինքը ուտի ու ուրախանա սկսի նորից այդ տիրոջ ոտերը լպստել։ Հա? Այդ կինն ասաց ես այտենց եմ։ Ես այտենց եմ, Տեր։ Ինչ շան տեղ դիր։ Փշրանքներ ուտողի տեղ դիր, մենակ երեխուս բժշկի խնդրում եմ։ Եղավ այդպես թե ոչ։ Այդպես էլ եղավ։ Հիմա ո՞րն էր Աստծո կամքը։ Տիկինը վիրավորվեր գնար, որովհետև իրան Հիսուսը շուն անվանեց։ Դու ինչ խորհուրդ կտայիր այդ կնոջը, թե ասեիր գնա իր հետևից, նրա մեջ է բժշկություն։ Նայիր նրա հետևից ամբողջ է հետում, նայիր կույրերը տեսնում են, նայի ովքին աչքերը բացի կաղերը քայլում են, նայի ովքին կյանքի խոսքերը սրա մեջ է, գնա նրա հետևից։ Ո՞րն էր Աստծո կամքը, որ բոլորը լինեն բժշկված։ Ասաց ես Իսրայելի որդիների համար եմ եկել, բայց կանանացի կնոջը որդու աղջկան նույնպես բժշկեց։ Աղջիկս հիվանդ է, բայց դու կանանացի ես, ես եկել եմ հրյաների համար։ Նա գիտեր, որ Քրիստոս այն մեկն է ինքը, որ Աստված է լինելու ամեն ազգերի։ Ամեն, կանանացու էլ, հայաստանցու էլ, վրացու էլ, նիգերիացու էլ։ Ամեն, Փառք Հիսուսին։ Շատ լավ։ Հալելույա, Փառք Տիրոջը։ Ես սիրելի եկեղեցի քեզ հարց ունեմ տալու։ Այ հիմա կարող եմ այս հարցը մեկ անգամ եւս տալ։ Կամ մարդ, որ ինչ-որ մի բան վերցրեց այսօր։ Գիտեք ես ինչ եմ ուզում, որ այստեղից դուք վերցնեք եւ գնաք։ Շատ համարներ կարդացվին, շատ համարներ ասվեց, բայց ես կխնդրեմ, որ մեր եղբայրը մի հատ նկար դնի։ Քո արածը ու չարածը չկապես Աստծո վրա։ Խնդրում եմ, որ այդ նկարը դնի։ Այո, ուզում եմ մի հատ էլ սրա վրա բան ասել եւ վերջ։ Խնդրում եմ այդ նկարը դնեք, որտեղ գրված է։ Մեր արածը եւ չարածը պետք չի կապել Աստծո վրա։ Սա։ Տեսեք, քո արածն ու չարածը մի բարդիր Աստծո վրա։ Եվ ասա այն ինչ որ իմ հետ կատարվում է, այն ինչ որ մեր տանը եղավ, ամեն բան Աստծո կամքի մեջ է, ու քեզի դնում ես Մարիանետկայի տեղ, իբր թե Աստված քեզ անգամ քեզ ստեղծել, ինչ որ ձեզ հետ լինում է, ամենը Տիրոջի ձեռքի գործն է։ Դուք որ մեղքել եք գործում դա էլի Աստծո կամքը։ Այդտեղ չէ, հա, բամնացածում էլ, ամենտեղ էլ մի տես Աստծո կամքը։ Մեր արածն ու չարածը, եկեք սիրելի եղբայրներ եւ քույրեր, այսուհետև այլևս չբարթենք Աստծո վրա եւ քողարկվենք հետեւյալ նախադասությամբ։ Դե ամեն բան ինչ որ լինում է Աստծո կամքով։ Սա կեղծ աստվածաշնչյան ուսուցում է։ Դու ունես քո կամքը եւ Աստված, երբ որ Բարտեմիոսին կամ որևէ մեկին մոտեցավ կամ Բեթեսդայի ավազանի 38 տարվա հիվանդ մարդուն հարցրեց. Ինչ ես կամենում անեմ քո համար։ Հիսուս ջան, չես տեսնում, մարդիկ 38 տարվա հիվանդ մի ավազանի մեջ լցվել էին իրար գլխի ճիշտ ինչպես սիլոտ կամ բոճկայի մեջ։ Էլ կարելի էր հարցնել ինչ ես ուզում որ անեմ քեզ համար։ Հəbա մարդը հիվանդ է, կորցրել էր իր առողջ բանականությունը, երկար բարակը սկսեց խոսել եւ այլն, բայց ես ուզում եմ ուշադրություն դարձնես հետեւյալի վրա։ Նա հարցրեց. Ինչ ես ուզում քո համար անեմ։ Գիտես ինչի։ Որովհետեւ ուզում եմ որ դու առաջ գաս, խոսաս իր հետ եւ ասես գիտես թե ես եմ կամենում։ Հիսուսն ուզում է որ դու քո կամքը պատմես իրան։ Որովհետեւ եթե քո կամքի մեջ մի բան է անորակ է, նա գեղեցիկ է կշտկի։ Կասի արի այսպես անենք։ Արի այնպես անենք։ Բայց չի ասի, «Էս ինչ ես խոսում»։ Մենք սենց սրտի տեր մարդիկ ենք, բայց խնդրում եմ մեր սիրտը նրա սրտի հետ չհամեմատել։ Նա հոգիների սիրահար է։ Նա սիրով կլսի քեզ, նա սիրով կկանչի քեզ, նա սիրով ուղումներ ու շտկումներ անի քո կյանքում։ Եթե մի բանն էլ ծուռ է, եթե մի բան ես կամենում, որը քեզի վաղը տանելու է կորստի, նա ակուրատնի, շատ զգուշորեն կուղղի դա քո կյանքում։ Գլխավորը հետևյալում է՝ գնա նրա մոտ։ Գնա Հիսուսի մոտ։ Փնտրիր նրա երեսը։ Ասա Տեր, չարժից ընկել եմ, լիցքավորի ինձ քո խոսքով, լիցքավորի ինձ քո զորությունով։ Ուզում եմ Տեր Հիսուս հասկանամ, ինչու համար ես դու ինձ կանչել։ Ուզում եմ հասկանամ ինչ ես ուզում ինձ ասել Տեր։ Այնքան դժվար է այսքան ձայների մեջ այսօր քո ձայնը տարբերել Տեր։ Խնդրում եմ խոսիր ինձ հետ Տեր։ Ուզում եմ հասկանամ ինչ անեմ, ոնց անեմ։ Եթե քո տան մեջ մշտական վեճեր կան,
Դա նրանից է, որ չես հասկացել, ինչ է ուզում Աստված որ անես, որովհետև նա եկել է, որ դուք խաղաղություն ունենաք։ Ամեն։ Նա եկել է, որպեսզի քեզանից անուշ հոտ քաշեն քո տան անդամները, որովհետև Պողոսն ասաց մենք Քրիստոսի բաց նամակներն ենք եւ նրա անուշ հոտն է գալի մեզանից։ Մենք Քրիստոսի անուշ բույրն ենք տանում մեզ հետ, բայց եթե քո պատճառով հաճախակի տան մեջ վեճեր, խոսակցություններ, կռիվներ կա, նշանակում է դու այնքան ես հեռացել նրա կամքից։ Թող այդ կռիվները, թող մարդկանց մի բան ապացուցելը, թող այդ վեճերը խնդրում եմ քեզ։ Ուզում եմ որ դու գնաս եւ մոտենաս Հիսուսին։ Ուզում եմ տան անդամներին երբեմն ասես, գիտեք, ես մտնում եմ ներքին սենյակ, խնդրում եմ, 1 ժամով գնում եմ Աստծո խորհրդությունների մեջ, ինձ չկանչեք, լավ, արա քո բոլոր գործերը եւ գնա առանձնացի, փակի ներքին սենյակի դուռը, նստի հատակի վրա, ոնց կուզես, եւ սկսիր աղոթել, Տեր, քո ոտքերիդ մոտ եմ եկել, աշակերտի հոգեբանությամբ եւ աշակերտի լսողական ջի պես, սովորացրու ինձ եւ ես կլսեմ, սովորացրու ինձ եւ ես կկրթվեմ քեզանից, Տեր, ամեն։ Դու կգնաս այսօր տուն եւ առաջին բանը որ կանես, կբացես քո Instagram-ը ու պատահած ով որ եկավ անպայման իրան ես լսելու։ Դու մոռանալու ես այն ինչ որ ես ասացի։ Գիտեք այդ ինչից գիտեմ։ Պիտի այսքան լսել եմ, այսքան աղոթք տարիր պտուղը։ Եսուսն ասաց, պետք չի վիճել, ծառը պատղից է ճանաչվում։ Այո, ես ուզում եմ, որ ինչպես գարունն է բացվել աշխարհի մեջ, այնպես էլ բոլորիս համար հոգևոր գարուն բացվի։ Եվ սկսի քո ծառը ճիշտ ծաղկել, քո ծառը ճիշտ բողբոջ տալ եւ առողջ պտուղներ տալ։ Եվ այդ պտուղից թող Տեր Հիսուսը համառնի եւ քո ընտանիքի անդամները նույնպես։ Դու քրիստոնյա ես, դու նրան ես կրում քո ներսում։ Թող նրա անուշ համն ու հոտը քեզանից ամբողջ աշխարհն առնի, խոսիր ճիշտ բաներ, սովորիր առողջ եւ ճիշտ վարդապետություն, որ ծաղր ու ծանակի չենթարկվես ոչ դու, ոչ էլ Աստծուն ծաղրի ենթարկես։ Աստծո կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ բոլոր իր որդիների համար, իր որդիների համար։ Բայց գիտենք, որ ամեն բան բարի գործակից է, բայց միայն նրան սիրողների համար։ Ուշադիր կարդացեք, բայց միայն նրան սիրողների համար։ Ամեն, դու պատրաստ ես աղոթելու, եք միասին սկսենք աղոթել։ Փակիր աչքերդ եւ մնա այս երկրպագության մեջ։